Շատ մարդիկ կարծում են, որ սրտի կաթվածը լինում է հանկարծակի, առանց որևէ նախանշանի։ Բայց իրականում օրգանիզմում երկար ժամանակ ձևավորվում են պայմաններ, որոնք աստիճանաբար բարձրացնում են այդ ռիսկը։ Եվ կարևորն այն է, որ այս գործոնների մեծ մասը մենք կարող ենք վերահսկել։ Այս տեսանյութում կխոսենք այն մասին, թե ինչն է իրականում բարձրացնում սրտի կաթվածի ռիսկը 60 տարեկանից հետո, եւ ինչին է կարևոր ուշադրություն դարձնել։ Մեր անոթները ներսից պատված են շատ նուրբ շերտով։ Այս շերտը պատասխանատու է արյան ազատ եւ հավասարակշռված շրջանառության համար։ Երբ այն վնասվում է, օրինակ երկարատև բարձր ճնշման կամ ստրեսի ազդեցությամբ, այն դառնում է ավելի խոցելի։ Այս վիճակում անոթների պատերը սկսում են փոխվել եւ դրանց վրա կարող են աստիճանաբար կուտակվել տարբեր նյութեր, օրինակ խոլեստերին։ Ժամանակի ընթացքում այդ կուտակումները նեղացնում են անոթների անցանելիությունը եւ արդյունքում արյունը դժվարությամբ է հասնում դեպի օրգաններ, այդ թվում դեպի սիրտ։ Սա նշանակում է, որ սիրտը չի ստանում բավարար թթվածին, եւ երբ սիրտը ստիպված է աշխատել ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ միաժամանակ ստանում է քիչ թթվածին, այդ վիճակը կարող է վտանգավոր դառնալ։ Ծանր դեպքերում, եթե արյան հոսքը կտրուկ խանգարվում է, կարող է առաջանալ սրտի կաթված։ Քրոնիկ բորբոքում։ Ժամանակակից բժշկությունը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում քրոնիկ բորբոքմանը։ Սա այն վիճակն է, երբ օրգանիզմում մշտապես առկա է թեթև, բայց շարունակական բորբոքային գործընթաց։ Մենք դա չենք զգում ցավով կամ ջերմությամբ, բայց այն ազդում է բջիջների վրա։ Եվ հատկապես գայուն են անոթների պատերը։ Այս գործընթացը կարող է արագացնել անոթների վնասումը եւ նեղացումը։ Առավոտյան փոփոխություններ։ Օրգանիզմը ունի իր կենսաբանական ռիթմերը։ Գիշերվա ընթացքում արյան ճնշումը սովորաբար նվազում է, սրտի աշխատանքը դանդաղում է։ Սա վերականգնման փուլ է։ Բայց առավոտյան, երբ մենք արթնանում ենք, օրգանիզմը անցնում է ակտիվացման փուլ։ Բարձրանում է ճնշումը, ակտիվանում են հորմոնները եւ սիրտը սկսում է աշխատել ավելի ինտենսիվ։ Այս կտրուկ անցումը կարող է լինել լրացուցիչ բեռ սրտանոթային համակարգի համար։ Երբ մենք կտրուկ վեր ենք կենում անկողնոց, արյունը ժամանակավորապես տեղափոխվում է դեպի ստորին հատվածներ։ Որպեսզի ուղեղը շարունակի ստանալ բավարար արյուն, օրգանիզմը պետք է շատ արագ բարձրացնի ճնշումը։ Երիտասարդ տարիքում այս համակարգը աշխատում է շատ արագ, բայց տարիքի հետ այդ ռեակցիան կարող է դանդաղել, եւ այդ մի քանի վայրկյանի ընթացքում կարող է առաջանալ գլխապտույտ կամ թուլություն։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում արթնանալուց հետո մի փոքր սպասել, նստել եւ հետո միայն վեր կենալ։ Քնի դերը։ Քունը պարզապես հանգիստ չէ։ Այն ժամանակն է, երբ օրգանիզմը կարգավորում է հորմոնները, ճնշում է եւ վերականգնում է բջիջները։ Եթե քունը խանգարված է կամ մակերեսային, այդ վերականգնման գործընթացները չեն անցնում լիարժեք։ Եվ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ազդել սրտանոթային համակարգի վրա։ Ջրազրկում։ Օրգանիզմում ջուրը կարևոր դեր ունի արյան շրջանառության մեջ։ Երբ ջրի քանակը նվազում է, արյունը դառնում է ավելի կենտրոնացված, եւ սիրտը ստիպված է աշխատել ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Նույնիսկ թեթև ջրազրկումը կարող է ազդեցություն ունենալ ինքնազգացողության եւ էներգիայի վրա։ Հատկապես կարևոր է հիշել, որ գիշերվա ընթացքում օրգանիզմը երկար ժամանակ չի ստանում ջուր, եւ հենց այդ պատճառով առավոտյան արթնանալուց հետո մեկ բաժակ ջուր խմելը կարող է շատ օգտակար լինել։ Այն օգնում է վերականգնել հեղուկների հավասարակշռությունը, նպաստում է արյան շրջանառությանը եւ թույլ է տալիս օրգանիզմին ավելի սահուն անցնել ակտիվացման փուլ։ Սննդակարգ ունի շատ ավելի մեծ ազդեցություն, քան մենք հաճախ պատկերացնում ենք։ Ծանր, յուղոտ կամ անհավասարակշռված սնունդը կարող է ժամանակավորապես մեծացնել սրտի ծանրաբեռնվածությունը։ Օրինակ, սննդից հետո օրգանիզմը մեծ քանակով արյուն է ուղղում դեպի մարսողական համակարգ, որպեսզի ապահովի մարսման գործընթացը։ Սա նշանակում է, որ սիրտը ստիպված է աշխատել ավելի ինտենսիվ, հատկապես եթե սնունդը ծանր է կամ մեծ քանակությամբ։
Երբ մենք երիտասարդ ենք, օրգանիզմը սովորաբար ավելի հեշտ է հաղթահարում այս ծանրաբեռնվածությունը։ Նյութափոխանակությունը ավելի արագ է, անոթները ավելի էլաստիկ, եւ մարսողական համակարգը աշխատում է ավելի արդյունավետ։ Այդ պատճառով սխալ սննդակարգը հաճախ անմիջապես չի զգացվում, բայց տարիքի հետ մարսողական համակարգի աշխատանքը կարող է դանդաղել։ Աղիքների գործունեությունը փոփոխվում է, նյութափոխանակությունը դառնում է ավելի դանդաղ, եւ օրգանիզմը արդեն նույն ձևով չի կարողանում մշակել ծանր սնունդը։ Արդյունքում մարսման գործընթացը դառնում է ավելի երկար եւ ծանր, ինչը կրկին մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի դրանից, անհավասարակշռված սննդակարգը կարող է նպաստել բորբոքային գործընթացների ակտիվացմանը օրգանիզմում։ Այսինքն, այնինչ երիտասարդ տարիքում կարող էր գրեթե չազդել, տարիքի հետ կարող է դառնալ լուրջ գործոն սրտանոթային համակարգի համար։ Կարևոր է հասկանալ, սրտի կաթվածը սովորաբար մեկ պահի խնդիր չէ։ Այն ձևավորվում է շատ փոքր, բայց կուտակվող փոփոխությունների արդյունքում։ Եվ հենց այդ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել մեր օրգանիզմի ազդանշաններին։ Լավ նորությունն այն է, որ մենք կարող ենք ազդել մեր առողջության վրա։ Առողջ ապրելակերպը, հավասարակշռված սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը եւ բավարար քունը կարող են էականորեն նվազեցնել ռիսկերը։ Եվ նույնիսկ փոքր փոփոխությունները ժամանակի ընթացքում կարող են ունենալ մեծ ազդեցություն։ Որքան շուտ մենք սկսենք ուշադրություն դարձնել մեր կյանքի ու ապրելակերպի որակին, այնքան ավելի մեծ է հավանականությունը պահպանելու մեր առողջությունը։ Գրեք մեկնաբանություններում, որ հատվածն էր ձեզ համար ամենահետաքրքիրը, եւ ինչ թեմաների մասին կցանկանայիք խոսենք հաջորդիվ։ Եվ իհարկե, չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Arm Wellness ալիքին։